Քրիստոսի սերը եւ խաղաղությունը ցեզ մե յուրաքանչյուրին հետ լան սիրելի ունգընտիրներ Սկսենք դերունական մեր աղոթքով Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերգինս ես Սուրբ Եղիցի անուն քո Եկեսե արքայություն քո Եղիցին գամ քո որպես հերգինս եւ հերգրի Զհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թող մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ բրգյաս մեզի չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն Երկար ժամանակ եղավ որ մենք ուղիղ եթերով ելույթ չենք ունեցած զանազան պատճառներով սպառնունքներով պատճառներով եւ այլն Փառք գուտանք Աստուծո, որ այսօր անգամ եւս մեզի հնարավորությունը գուտա սկսելու մեր այս ուղիղ եթերը հավանաբար օրերը քիչ մխառնվին հստակ օրեր չլան, բայց կխոստանամ շաբաթը մեկ անգամ անպայման ուղիղ եթերով միանալ ցեզ հետ Այս շրջանին մի քանի խնդրանքներ եղան, որբեսի բժշկության համար աղոթքներ գարտացվին այսօր ցեզ հետ բոլորս միասին պիտի աղոթենք մեր բոլոր հիվանդացներուն եւ վիշտ ունեցողներուն որբեսի Աստված յուրաքանչյուրը ազատե իր ցավերեն եւ բժշկե իր հիվանդությունները Դեր ողորմյա Դեր ողորմյա Դեր ողորմյա Պարադե ցավը Եվ բժշկե դրդմությունը քու ժողովուրդ հետ ով մեր Տեր Աստվածը եւ շնորհե յուրաքանչյուրին գադարյալ առողջություն նշանավ քու ամենասուրբ խաչին որով մարդկության դգարությունները վերցրիր Բարգեւիչը բարիկներուն Բարգեւե բժշկություն քու բոլոր արարածներուդ յուրաքանչյուրը ըստ իր պետքին որով հանաբաս բարավորյալ քովի ամենասուրբ երրորդությունը հայրը որդին եւ սուրբ հոգին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Ուրեմն ինչպես հայտարարած էինք այսօր պիտի խոսեինք չարի մասին եւ ինչպես հադուցել չարը այսինքն չարը չփոխհադուցել չարով այլ փոխհադուցել բարիքով Եվ այս մասին ես գուզեմ գարտալ Բողոս Արաքյալի նամակներեն մեկը, ուր գուսե ըսկուշացեք ոչ մեկը չարիքի փոխարեն թող չարիք չհադուցանե ովևէ մեկուն։ Հաբա ամեն ադեն հետամուտ եղեք բարիքի, գսե դե ծեր միջև եւ դե բոլորին հանդեպ։ Այսինքն չարիք մի կործեք։ Խորքի մեջ ինչ է չարիքը։ Չարը բարիի բացակայությունն է, ինչպես որ քիշերը գոյություն չունի, խավարը գոյություն չունի, սակայն խավարի գոյությունը լույսի բացակայության պատճառով է, եւ բարիի բացակայության պատճառով չարը գոյություն ունի։ Աստված չէ ստեղծած չարը, այլ Հերու մնալը բարիք կործել են, բարիք կործելը մորնալը, բարիք չգադարելը, այ թե որ գգոչվի չար։ Եվ իսկապես այն ինչ որ աշխարհի վրա գտնենք, Աստված ստեղծած է բարիի համար, բայց անոր գողքին գտնենք չարը։ Ինչպես ասի, երբ դու հերու գմնաս բարիքեն, ուրեմն չար կործած կլաս։ Օրինակ մարնենք, թանագը յուրաքանչյուր դան մեջ թանակ կա։ Թանագի կործածությունը միջոց մնե ջաշը պատրաստելու։ Այսօր խոհանոցը չկա, որում մեջ թանակ չկա։ Ջաշի համար կարևոր է, սակայն մարդը գրնա թանագը կործածել ինքզինքը վնասելու կամ ուրիշը վնասելու։ Հետևաբար
սխալ օգտագործումն է պատճառը բարին չարի փոխելու։ Եվ գենթանի օրինակներ ունենք, համաշխարհային օրինակներ։ Նոբելյան մրցանակը, որ բոլորիս ծանոթ է, անոր հիմնադիրը Ալֆրեդ Նոբելն էր, ան ստեղծագործեց դինամիտը բարի նպատակով, քանի իր երկրին համար պետք էր։ Շվեդիայի մեջ ժայռեր գոյություն ունին, որոնք պետք է անհետացնեն ճամփաներ բանալու, շենքեր կառուցելու եւ այլն։ Հետևաբար պետք է բամը գտներ եւ քիմիական բաղադրությամբ դինամիտը հնարեց նպատակը բարի էր, սակայն այս ստեղծագործումեն հետ մարդիկ սկսան այդ դինամիտը եւ այդ քիմիական բաղադրությամբ այդ նյութերը գործածել չարության համար։ Անշուշտ է Նոբելը զղջաց, անգեյդ կտեսնենք իր բոլոր հարստությունը կդրամատրե մրցանակներու անոնց, որոնք խաղաղության գծկտին եւ անոնց, որոնք խաղաղության օգտին մտքեր կհնարեն եւ այս խոսքը 100 տարիներ առաջ էր։ Աստված սիրելիներ չարը չի կամենար, սակայն գրնա թույլ տալ եւ շատ հաճախ թույլ կտա։ Ինչու՞։ Քանի որ Աստված երբ ստեղծեց մարդը, զայն ստեղծեց ազատ իր կյանքին եւ իր գամքին մեջ ընդրություն կատարելու բարի եւ չարի միջեւ, ինչպես որ այսօր ցեզ մեզ շատեր ընդրություն ըրած են քալու եւ ունընտրելու։ Մարդը ազատ է իր հագուստը ընտրելու, իր խոսքերը ընտրելու, իր որոշումները ընտրելու։ Հետևաբար, քանի մարդը ազատ է, հետևաբար ինքը պատասխանատու է իր ընտրություններուն։ Սակայն երբ չարիք տեղի կունենա, ինչպես պիտի տեսնենք, Աստված ինքը թույլ կտա, սակայն Աստված չարին քոյացուցիչը չէ։ Մենք Աստված կգոչենք բարեգործ եւ արդար եւ շնորհակալություն կհայտնենք։ Ինչ կնշանակե չարին փոխարեն չար չհադուցանել։ Երկու գողմեր կան։ Մեկը չար գործե, իսկ մյուս կողմը պետք չէ չարը չարով փոխարինե։ Ինչն է հարցը։ Երբ չարը դեղի կունենա, ինչպես մարդ կրնա թիմակրավել այս չարիքը։ Մի քանի միջոցներ կան։ Առաջին ցևը կամ առաջին ճամփան մարդը գրնա դամ այստեղ օրինակ մտամ Մովսեսի մասին կգարտանք, երբ ճամփա ինգավ կատեսե եւ հոր լերան վրա Ետոմի եզրին կանք արավ, ուզեց Ետոմի մեջ են ինքը եւ իր ժողովուրդը անցնին այդ Ետոմի բարդեզներեն եւ Ետոմի այդ տակավորեն թույլտվություն ուզեց առնել եւ խոստացավ չմոտենալ ցանկին։ Տակավորը մերժեց եւ տակավորը նաեւ սպառնաց եւ ասավ. եթե անցնիկ, ցես բոլորդ պիտի սպանեմ։ Մովսես անգամ եւս մարդ կղրգե եւ թույլտվություն կխնդրե եւ առաջարկություն կնե, թե իրենց խմելիք ճուրի փոխարեն Թրամ պիտի հադուցեն այդ բարդեսներու մեջ են անցած ադենը։ Այսինքն ովևէ մեկ վնասի պիտի չմտնե թակավորը։ Սակայն թակավորը պատասխանեց ասելով, թե բացարձակապես արգելված է ձեր անցքը եւ եթե անցնիկ, ցեզի թեմ պատերազմելու պիտի ելեմ։ Արդյունքը ինչ եղավ։ Մովսեսը եւ իր հետինները հերացան այս չարիքեն։ Պետք է չարը փոխարինել կամ փոխհատուցել կամ վերապերել անգե հերանալով։ Երկրորդ միջոց մգա։ Մարդս երբ չարը դեսնե կամ չարությունը դեսնե, իր մտքին մեջ իսկ չարություն չմտածե։ Թուն
փարգացած ես եւ մեջդ վրեժ մգա գսկսիս մտածել վրեժ լուծել եւ մտքի մեջ չարություն մտածել դիմացինի մասին անալ դեսակը չարություն է մեկը քեզի հայհոյեց դու գրնաս բերանով չհաույել առանց լեզվի քու սրդիտ մեջ հայհոյես իրեն քու մտքիդ մեջ հայհոյես իրեն անալ դեսակը չարություն է երրորդ ցևը չարը հադուցել չարությամբ հայհոյանքի փոխարեն հայհոյանք անարկանքի փոխարեն անարկանք վիրավորական խոսքը փոխարինես ավելի վիրավորական խոսքով եւ ասեմ այս բոլորը քրիստոնեական չեն գան մարդիկ որոնք չարը գփոխհատուցեն կորձնականաբես երկու հոգի իրար հետ տակ խոսակցության մեջ են փարգության հասնող խոսակցության մեջ են մեկը քավազան մգարն է գզարն է եւ այս խոսակցությունը այս բանավեճը այս չարության բանավեճը գհարաճ թիմե եւ գլա գվերածվի իսպանության գերնա մեկը չարություն ընել եւ մույսը ավելի չարություն ընել սակայն քրիստոնեությունը մեզի գսորվեցնե թե ոչ ոք չարով չարին չփոխարինե այս է պատվիրանը Քրիստոսին ընդունեցիր ընդունիր չես ընդունիր եւ չես կորզաթրեր ազատ ես այն աստիճանի որ երբեմն գտեսնենք պատվիրանի երկու ջուղավորումներ գսե օրհնեցեք ցեզ անիծողները անեցքի փոխարեն օրհնություն չարության փոխարեն օրհնություն եւ այստեղ է սիրելիներ քրիստոնեության վսեմությունը որթուն քեզ անիծողին բացարիք ըսկացումներով բացարիք խաղաղությամբ գգադարես ավետարանի պատվիրանը օրհնես ինքը գահավի է դուն գորտնես այս է քրիստոնեությունը եւ այս է պատվիրանը եւ սա գոչվի քրիստոնեական հավատքի վսեմությունը եւ եթե բահմը ուսումնասիրենք Հովսեփ Քեղեցիկի պատմությունը այն ինչ որ եղբայրները գադարեցին իր հետ բոլորը տալ գիտեք զինք ծախեցին հորի մեջ նետեցին եւ այլն բանդի մեջ դրվեցավ սակայն ինչ հրավ ան ոչ մեկ ձևով չարությամբ չփոխանագեց նույնիսկ երբ եղբայրները եկան եւ ինք իր ցերքերու մեջն էին եւ ինքը գարելիություն ուներ իր իրավունքը առնելու բամը չրավ այլ ընդհակարակը հյուրասիրեց եւ պատվեց իրենց այս է քրիստոնեական գրոնին վսեմությունը սիրելիներ սուրբերեն մեկը այս առնչությամբ շատ քեղեցիկ խոսք մը գսե չարը պետք չէ հաղթահարել չարով սակայն եթե մեկը չարիք կործե թուն իրեն բարիով փոխանագե բարիք կործե պետք չէ չարը փոխանագել չարությամբ հետևյալ պատճառով չարությունը գրակ մնե եւ գրագը գրագով չեք կրնար մարել այլ միայն ճուրով կրնակ մարել եւ մեկը գրնա հարցնել ինչու համար չարը գոյություն ունի կամ ինչու մարդը այդ ցկտումը ունի չարություն կործելու առաջին եւ հիմնական պատճառը անշուշտ սատանան է սատանան որ հրեշտակ մներ
եւ ուզեց, որ իր աթորը ավելի վեր քերատասե, քան Աստուծո աթորը։ Եվ այդ պատճառով Սատանան անգում ունեցավ, իր բաշտոնեն ինգավ, հրեշտակ լալեն թատրեցավ եւ եղավ Սատանա։ Իր հբարդութեն կամ իր հբարդության պատճառով ինգավ հրեշտակային գարկեն եւ այդ մասին Սուրբ Գիրքը գսե, թե նա մարտասպան էր, աշխարհի սկիզբեն իսկ ի վեր մարտասպան է։ Սատանան ինքն է, որ մարդոց կշարժե չարիք գործելու, անոնց մտքի մեջ, անոնց ուղեղին մեջ մտքեր գտնե, որբեսի ինան չարության մեջ, եւ անոր համար է, որ մենք բոլոր մեր արարողություններու ընթացքին գիշերային մանավանդ ժամերկության սկիզբը գհրաժարինք իր հրեշտակներեն, իր խապկանքներեն, իր չար գամքը գադարողներեն եւ այլն եւ այլն։ Եվ Սատանան շատ հաճախ ինք չէ, որ գգադարե չարությունը, այլ գոկտակորձե որոշ մարդիկ, որբեսի այդ չարությունը գադարեն։ Եվ նաև, երբ կսենք հայտնի եւ անհայտ չարերը, ասոնց հետ կամ ասոնց յետև Սատանան ինքն է գեցած։ Իսկ երկրորդ պատճառը չարին կամ չարին ցկտելու եսն է, արժանապատվություն գոչված եսն է, եւ սա մղիչ պատճառն է բոլոր մագարտակներուն։ Ան գրնա պատճառը ըլլալ մեկ դան մեջ ապրող անդամներու միջև, կամ մեկ եկեղեցվոմ մեջ ծառայող մարդոց միջև, մեկ վանքի մեջ, մեկ հաստատության մեջ, կամ մեկ քաղաքի մեջ, կամ մեկ երկրի մեջ, այս բոլորին պատճառը եսն է, անձնասիրությունն է, որ շատ հաճախ մարդիկ զայն գտարկմանեն կամ գվերնակրեն արժանապատվություն։ Հավանաբար ամենամեծ եւ գեղեցիկ օրինակը, որ գտնենք Սուրբ Գրքի մեջ, Եսթերի գրքի մեջի պատմությունն է, ուր գխոսվի երկու անձերու մասին։ Եսթեր տակուհի նորան, որ իշխանություն ուներ իր ցերկը թագավորության մեջ այդ ժամանակներուն եւ մուրդքեն, որ բարձ աշխատող մներ այդ թագավորական բալադի մեջ։ Երբ հորան գմտներ այդ բալադի մեջ, այնտեղ բոլորը երկրպագություն գնային իրեն, բացի մուրդքեն։ Եվ հորանի արժանապատվությունը սկսավ արթնալ, փարգությունը փոփոխեցավ, եւ այդ պատճառով սկսալ չարության, թե ինչպես սպաննե։ Եվ Գիրքը գսե, մեծ խաչը սարքել դվավ 50 անգամ բարձրությամբ, որբեսի մուրդքեն վրան գախե։ Եվ ինչպես գիտեք, խաչը հին ուխտի մեջ ոչ թե միայն մահապատիժ էր, այլ նաև արհամարհական էր, անարգական էր, մեկը ստորացնելու համար զայն խաչի վրա գգախեին։ Անարգանք էր ենթակային համար ավելի քան մահապատիժ, սակայն Աստված պատմության դերը եւ արքան այս գացությունը գոկտակորձե եւ գգեր բարանապոխե եւ այս ամբողջ պատմությունը գվերապոխվի, գգեր բարանապոխվի մեկ ագնթարդի մեջ։ Եվ արդյունքը ինչ կլա,
թակավորը օրը գլսե, որ մեկը գա, որ զինք փրկեց։ Եվ թակավորը ուզեց իմանալ, թե ինչպես պիտի քնահատե այն մարդը, որ պատճառ եղավ իր փրկության, եւ գահարցնե հորանին, որ խաչը բարձրացած էր մուրթկեի համար, եւ հորանը գսկսի խոսիլ, այսպես պետք է ընենք, այսպես պետք է գնահատենք, կարգ մտանք, պաշտոն մտանք, թրամ մտանք, պատվենք, քովապանենք եւ այլն, եւ սկսավ հորանը անշուշտ լավակույնս ներկայացնել թակավորին, թե ինչպես պիտի գնահատվի այդ բրգողը։ Այն ժամանակ թակավորը իրեն գսե, քանի այսպես է, եւ այդ բոլոր ըսածները կդարե մուրթքեին համար։ Սա Աստուծո ցերկն է, որ գկործե աներևութաբար, գկործե մարդոց մեջ, գացությանց մեջ։ Սա ոչ մուրթքեին ջարբիգություններ, ոչ ալ հորանին, ոչ ալ թակավորին, այլ Աստված գկործեր, որբեսի մուրթքեն ազատեր եւ արտարությունը ի հայտ բերե։ Աստուծո ցերկն է, որ գկործե։ Այնպիսի ժամանակ, որ ոչ ոք չի գնար սպասել կամ ակնկալել։ Հորանը, որ խաչը կպատրաստեր, եղավ այն նույնը, որ պիտի գնահատեր մուրթքեին, եւ ի վերջո խաչը մորանին բախտ եղավ։ Հետևաբար չարության հիմնական աղբյուրները, ինչպես տեսանք, նախ սատանան ինքն է, երկրորդ եսն է, անձնասիրությունն է, արժանապատվություն գոչվածը, իսկ երրորդ պատճառներեն մեկը վրեժխնդրության ոգին։ Շատ հաճախ մարդիկ թույլ կտան, առիթ կտան, կամ գարդոնեն իրենց, որ իրենց ներսիտին վրեժխնդրության ոգին զորանա, աջի։ Ոմանք կմտածեն, թե վրեժխնդրությունը պետք չէ անմիջական լալ, այլ երկար ժամանակով գծրակրեն ժամանակները, վրեժխնդրության ոգին իրենց կմղե։ Եվ ճիշտ սա է, որում մասին Պողոս առաքյալը ասել գուտա, դուք ձեր վրեժը մի առնեք, ձեր վրեժը մի լուծեք, մեկցի թրեք գսե պարգությունը սիրելիներ։ Աստված գսե ինձի է վրեժխնդրությունը, ես եմ, որ պիտի պատժեմ, եւ այս խոսքը շատ կարևոր է եւ պետք է ուշադրությամբ լսենք եւ իրագործենք, որովհետեւ սա բոլոր պատվիրաններու պես մեկ պատվիրան մնե, վրեժխնդիր մի ըլլար, վրեժխնդրությունը իմս է, ես կպատժեմ պետք եղածին պես եւ պետք եղած ժամանակ։ Դուք ձեր անձերու համար վրեժ մի լուծեք, դեղ դվեք պարգության, դեղի դվեք պարգության գսե։ Պարգացեք, սակայն իմաստությամբ, հանդարտությամբ։ Այսինքն դերը այս խոսքերով գսե հանգստացիր, մի անհանգստանար։ Այդ բարդականությունը վրեժխնդրության ինձի թող եւ ես եմ, որ վրեժը պիտի լուծեմ։ Այս բարդականությունը իմս է գսե։ Ես կտեսնեմ ամեն ինչ։ Դու մի մտահոգվիր այս հարցերով կամ այս հարցով։ Եվ այս վրեժխնդրության հարցը, սիրելիներ, դարածված է շատ ժողովուրդներու մեջ։ Կարծեք թե ավանդությունը դարձած է շատերու մոտ վրեժ լուծելը։ Եվ դժբախտաբար դա նաև գոյություն ունի մեր ժողովրդին մեջ։
մարդիկ դարիներ գապրին իրենց վրեժը լուծելու համար։ Կյանքը գանցնի ծրագրելով, թե ինչպես վրեժը պիտի լուծեն այսինչ կամ այնինչ մարդեն, այսինչ արարքին համար կամ այնինչ խոսքին համար, ինչպես վրեժ պիտի լուծեն, եւ խորքի մեջ սիրելիներ, սա քրիստոնեություն չէ։ Չարության քեզ մղողը սատանան է, անձնասիրությունը եւ արժանապատվության զգացումն է, եւ պատճառը չարության, վրեժխնդրության ներքին զգացումն է մարդուն։ Եվ նաեւ չարության առաջնորդող մեկ այլ պատճառներն մեկը թիմանալու եւ համբերության բագասը։ Ոմանք թույլ գլան, ոմանք թիմագալության ուժը իրենց մեջ դգար գլա։ Պետք է թիմանալ իրար, թիմանանք իրար սխալներուն, թիմանանք իրար խոսքերուն եւ չանհանգստանանք։ Այս է սերը, եւ եթե բոլորս այս պատվիրանը գարենանք բահել, սերը ամեն ինչը կփարադե եւ կբարգեւադրե եւ կպատճառե համբերություն եւ ընտանեկան հարցերու ամենամեծ պատճառը եւ առաջին մեծակույն պատճառը այդ համբերության եւ թիմակրավության պատճառն է։ Մեկ մույսին չի թիմանար, համբերությունը հադած է, ալ չի գրնար թիմակրավել մույսին ըրածը սիրո բագասն է։ Եվ Սուրբ Մոնիկայի կյանքը գարտացողը Սուրբ Օգոստինոսի մայրը, թե ինչպես անոր ամուսինը գանարքեր զինք, հետանոս ամուսին ուներ, սակայն Մոնիկան կհամբերեր, կթիմանար, եւ այս իր համբերությունը պատճառ եղավ, որ իր հետանոս ամուսինը մահվան անկողնի մեջ գնդունի Քրիստոսը եւ եղավ քրիստոնյա։ Ինչու? Քանի իր գինը Մոնիկան համբերեց եւ թիմացավ, եւ այս համբերությունը նաեւ բսակ մի եղավ իրեն, համբերությունը բսակ մնե, տակ մնե, որ գտրվի հավատացյալի մկլխուն։ Այդ պատճառով, եթե քո անձնավորությունդ թույլ է, մի փարգանար եւ փարգության բահուն չարություն մի մտածեր։ Լավ, ինչ պատճառով է, որ առաքյալը մեզի գտելատրե ըսկուշանալ ոչ մեկուն չարիքի փոխարեն չհադուցանել։ Ինչու? Քանի անոր հետևանքները շատ ծանր գլան եւ մահացու գլան, եւ արդյունքներու մեծակույնը այդ փարգության զրկվիլն է Աստուծո արքայութենեն, ամ որ իր եղբայրը գադե մարտասպան է, եւ մարտասպանը հավիտենական կյանք չունի։ Այսպես գսե քիրկը, չարությունը չարություն է, նույնիսկ եթե քեղեցիկ վերնակիր մտանք իրեն, բամը չի փոխվիր։ Շատ հաճախ մենք սխալներ կգործենք, սակայն այդ սխալները կվերնակրենք քեղեցիկ վերնակիրովը եւ գուտանք համոզիչ պատճառաբանություններ անց։ Եվ կարծեք, այս արարքով մենք մեզ խապած կլանք։ Եվ սա գնմանի ճիշտ այն մարդուն, որ դունի մեջ մրջույնները արգիրելու համար աղին վրա փոխանակ շաքարավազի գքրե սա աղ է։ Լավ, սա ինչ պիտի փոխե։
մրջույնները գխապվին, չեն խապվիր։ Եվ ճիշտ միևնույնը մեզի համար։ Մենք շատ հաճախ մեղքը այդ անվանումը կփոխենք եւ կգարձենք, թե լուծվեցավ հարցը։ Մենք, որ աշխարհի վրա գաբրինք, որպես քրիստոնյա, մենք միակ արարածներն ենք, որ գրնանք մեր աչքերը սևերել դեպի երկնքի արքայությունը։ Եվ երբ մենք գաղութենք, խնդրանքներ կմատուցենք Աստուծո, մեր աչքերը կսևերենք երկինք։ Ինչու՞։ Քանի մենք մաս եւ բաժին ունենք երկինքի մեջ, եւ քանի որ մեր Տերը մեզի խոստում տված է, թե ես կերտամ եւ ցեզի համար օթևաններ կպատրաստեմ, դեղ կպատրաստեմ։ Արդյոք մենք կփորձենք բահել այդ տեղը, շահակրկրված ենք այդ մասով եւ բաժինով, որ ունենք երկնքի մեջ։ Արդյոք ցանկությունը եւ գարոդը ունենք մեր այդ հավիտենական բնակարանին։ Եթե մեզ յուրաքանչյուրը փարգության բահուն կամ չարության բարակային հիշե երկնքի մեջ իր ունեցած մասն ու բաժինը, չարը պիտի չհադուցե չարով, եւ ոչ ալ պիտի փորձենք վրեժխնդրություն անել կամ վրեժխնդիր ըլլալ մարդոց չարը չարով հադուցանելու։ Իսկ երկրորդ արդյունքը չարության այն հոգեվիճակն է, որ գրնանք ապրիլ։ Անհանգստություն, մտահոգություն, վրդովմունք, որ կպատճառե միևնույն ադեն այլ հիվանդություններ։ Այն մարդը, որ չարություն կգործե, բնավ եւ երբեք հանգիստ չի գտներ, այլ ընդհակառակը միշտ վրդովված եւ անհանգիստ վիճակի մեջ է, սակայն բարի գործողները հանգիստ կլան։ Սուրբ Գիրքը գսե. ինձի եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, եւ ես ցեզի հանգիստ պիտի տամ։ Հոգնած եւ ծանրաբեռնվածները ովքեր են, ոչ թե հոգնածները առօրյա աշխատանքներ են, այլ հոգնած եւ ծանրաբեռնվածներ մարդոց չարության եւ մարդոց անարդարության պատճառներով եղածներ են։ Եկեք ինձի, ով ծանր փեր ունեցողներ են, եւ ես ցեզ պիտի հանգստացնեմ, հանգիստ պիտի գտնեն ձեր անձերը։ Եվ մենք քրիստոնյաներս, երբ որևէ մեկը չարություն կգործե մեր նկատմամբ, պետք է մեր ուղղությունը Քրիստոսը լա։ Պետք է մեր գործը աղոթք լա այն մարդուն համար, որ չար գործեց։ Իսկ եթե թուն չարը գուզես անպայման փոխհատուցել չարությամբ, ուրեմն ապրիր անհանգստություն եւ ապրիր վրդովված կյանքը։ Այս ձևով կգործընցնես քո հանգիստը, քո խաղաղությունդ, որ յուրաքանչյուր մարդու ցանկությունն է։ Պետք չէ թույլ տանք, որ չարը մեզ դեպի իրեն քաշե, եւ ոչ ալ մենք մեզի թույլ պետք է տանք դեպի չարը երթալու։ Քրիստոսը մեր մեծագույն օրինակն է ներողամտության եւ սիրո, երբ նա խաչի վրա էր եւ իր շուրջը ամբողջ չարություն էր։ Մեր Տերը խաչի վրա գսե. ով դեր ները իրենց, քանի չեն գիտեր, թե ինչ կնեն։ Սավուղը, երբ Դամասկոս կերտար ջամփու վրա, երբ կերտար քրիստոնյաները հալածելու, երբ
մեր դերը երևցավ իրեն, Սավուղը միամիտ մեկ հարցում ուղեց Քրիստոսին. ով ես դուն դեր։ Մեր դեր իրեն կպատասխանե. ես Հիսուս Քրիստոսն եմ, որ զինք կհալածես։ Եվ եթե Սավուղը շարունակեր իր միամտությունը եւ Քրիստոսի պատասխանը առնելով, թե նա Քրիստոսն է, որուն կհալածե, հաներ անվանացանգը իր քրբանեն եւ նայեր, որ Քրիստոս անունով մեկը չկա, ինչ պիտի ասեր։ Պիտի ասեր, դեր դու իմ ցանկից մեջ չգաս, ես քեզի չէ որ կհալածեմ։ Սակայն դիրոջ պատասխանը հստակ էր. ես Քրիստոսն եմ, որ կապրիմ բոլոր անոնց սրտերուն մեջ, որոնց դու կհալածես եւ կսպանես։ Եթե գուզեք չարությունը բուժել, օրինակը մեր պիտի ըլլա Քրիստոսը։ Եթե գուզեք չարին պատասխան տալ, նաև մեր օրինակն է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եթե եղբայրդ մեկ անգամ մեղանչեց, կամ եթե 7 անգամ մեղանչեց, ները իրեն, գսե Սուրբ Գիրքը, այս է մեր քրիստոնեությունը եւ սա է մեր հավատքը եւ սա է ավետարանական պատգամը, որ ունենք մենք որպես քրիստոնյաներ։ Գուհուսամ, որ որոշ չափով գրծա հասցնել միտքը, ոչ թե իմ միտքս, այլ ավետարանական միտքը, ինչպես վերապերելու մարդոց հետ, ինչպես վերապերիլ չարերուն հետ եւ ինչով փոխհատուցել։ Եթե հարցումներ կան, արդեն գրված հարցումները չաթի մեջ, մեկ-մեկ պիտի նայեմ եւ պիտի փորձեմ բոլորին պատասխան տալ։ Շնորհակալ պիտի ելամ, եթե մեր այս տեսանյութը դարաձեք, որբեսի կարելի եղած չափով մարդիկ օգտվին։ Իսկ անոնք, որոնք YouTube-ով մեզ կհետևին, չմոռնան բաժանորդագրվել մեր YouTube-յան կանալին, ստանալու վերջին նորությունները։ Շնորհակալություն ձեր ընկերության համար, ժամանակ տրամադրելու համար եւ երթակ խաղաղությամբ եւ Տեր Հիսուս եղեցին ցեզ ընդամենը սյանսը ամեն բարի գիշերը, որու մոտ որ գիշեր է եւ բարի օր, որու մոտ որ ցերեկ է, Աստված օրհնեցես բոլորդ։